Բարև ձեզ, մենք ուղիղ եթերում ենք, մեզ կարող եք հետևել Հայլի ակումբի եւ Անժելա Թովմասյան YouTube-յան էջերով, իմ հյուրն է արտակարգ եւ լիազոր տեսփան Ջունիկ Աղաջանյան։ Բարև ձեզ, Տիկին Աղաջանյան։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Եվ այսպես մի քանի թեմաներ ենք առանձնացրել, բայց ես ուզում եմ Մերձավանի եւ Փարաքյարի սպանություններից սկսել։ Մեր գործընկեր Լիա Սարգսյանը, այսպես ասած, ձեռքը պահում է զարկերակի վրա եւ ուշագրավ անդրադարձներ է ունենում։ Մեջբերեմ, հա, փոքրիկ երկու հատված։ Մերձավանում տեղի ունեցած սպանությունների նախաքննությունը դեռ չի ավարտվել, մեղավորների այլ կերպ ասած բանդայի շրջանակը դեռ չի պարզվել, սակայն քննչական կոմիտեի նախագահ Փաշինյանի ուղիղ հրահանգով շտապել է ՀՄԿ-ի եթեր գնալ քաղաքական ենթատեքստը միանշանակ բացառելու պնդումով, նա ասում է, որ տեղի է ունեցել վենդետա։ Այնուհետև իմիջիայլոց 4 օրվա մեջ 4 դաժան սպանություն։ Փարաքյարի միջև սրա մասին խոսելը, ուրեմն մյուս սպանությունները ինչ է եղել, մարդը ուրեմն շան հետ ինչ-որ տեղեր է տարել, զգուշացրել են, որ վտանգավոր է, դանակով հարձակվել է, պաշտպանվել են, գնացել է տուն, զենքը վերցել եւ տեղում գնդակահարել է։ Պարզվել է, որ այս մարդը հաշվառված է, հոգեբուժարանում հաշվառված մարդ է, հիմա հարց։ Եթե մի ակտիվիստի, մի, չգիտեմ, ուղղակի այսպես քիչ թե շատ անցյալ ունեցող մարդու տանը գտնեն պապու պապերից Նիկոլ մնացած մի հատ փամփուշտ, քրեական գործ է, չգիտեմ ինչ էր, այս ինչ է նշանակում, որ չգիտեմ Փարաքյարի գնում են ինչ-որ մեկը պարզում է իրան նկուղում, իրա թախտի տակ ինչ-որ զենքեր է պահում, ավտոմատներ է պահում, դրա մասին չգիտեն, իմիջիայլոց նախապատվություններ կա, պարզում է այնտեղ սպանություններ, կրակոցներ, միջանձնային դեպքեր, քաղաքական բախումներ, լարվածություններ եւ այլն, չէ, սա բացարձակ անտեսած է։ Լավ, մյուս կողմից, հիմա ես ուզում եմ ուղղակի ներկայացնել, թե սա իրավական համակարգը ինչ բարդակ է եւ ինչ է տեղի ունենում, երբ որ փողոցից եկած բոմժերը գալիս եւ հայտնվում են իշխանության։ Մյուս կողմից մարդը հաշվառված է, հոգեկան խանգարումներ ունեցող մարդը հաշվառված է, պարզ է մարդը ձեռքի տակ զենք ունի։ Բա ուր է ձեր տեղը, չգիտեմ, ձեր ոստիկանությունը, ձեր դատախազությունը, ձեր քննչականը, բա միլիոններ է տալիս այն ցեղասպան երկրի Միացյալ Նահանգների դեսպանատունը, որ դուք բարեփոխվեք, այն եվրոպական երկրների դեսպանատները ինչ-որ գրանտներ ու միլիոններ են տալիս, դուք էլ այդ միլիոնները չգիտեմ ոնց եք մսխում, ոստիկանությունը հարստացնում, համալրում, բայց չգիտեք ինչի հանցագործությունները բանը քառապատկում, հնգապատկում են, գիտեք, չէ՞, իրենց թվերն եմ ասում, Տիկին Աղաջանյան, ոչ թե օդից վերցած ինչ-որ թվերի մասին է խոսքը։ Հաջորդը Փարաքյարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի եւ քրեական ոստիկանության աշխատակից Կարեն Աբրահամյանի սպանությունը խոստովանած Գևորգ Հարությունյանը Մերձավանի նախկին ԿՊԱ-ական համայնքապետ Մհեր Ախտոյանի շատ մտերիմ ընկերն է եղել։ Ավելին, Մհերն ու Գևորգը ըստ տեղեկությունների միասին գրակարանում վերապատրաստվել են։ Ոչ ավել, ոչ պակաս, ես անձինք են։ Մերձավանի սպանություններից 10 օր առաջ Ախտոյանը հեռացել է Հայաստանից։ Բոլորին է հայտնի, որ Մհեր Ախտոյանը եւ իր ընտանիքը Վոլոդյա Գրիգորյանի ընտանիքի հետ թշնամական հարաբերությունների մեջ են, որ ծագել է քաղաքական հողի վրա, խնդրում եմ ուշադրություն, որտեղ ասում են միջ անձնային, որտեղից է ծագել Նիկոլ, որ բան է սա ծածկա դմփոցի եկանում ձեր ոստիկանական համակարգով, քննչականներով, դատախազություններով, քրեական, քաղաքական հողի վրա։ Ավելի է սրվել Փարաքյար խոշորացված համայնքի վերջին ընտրությունների ժամանակ։ Այսինքն ինչ մինչ անձնային, դա քաղաքական հարց է եղել եւ բոլորն են իմացել սրա մասին։ Մհեր Ախտոյանը նաեւ անձնական թշնամանք է ունեցել սպանված Կարեն Աբրահամյանի հետ, այսինքն սա էլ պատահական չի։ Անցած տարի Ախտոյանը եւ Փարաքյարի համայնքապետ Դավիթ Մինասյանը կալանավորվել էին կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում։ Ինձ պատմեցին, որ Ախտոյանը ձերբակալել է անձամբ Կարեն Աբրահամյանը, այսինքն սպանված է Կարեն Աբրահամյանը, որ սպանեցին, ո՞նց է ձեզ համար։ Նշեմ նաև, որ Ախտոյանի հարցով նույնպես հարցաքննվել է Վոլոդյա Հովհաննիսյանի եւ Կարեն Աբրահամյանի սպանության քրեական վարույթի շրջանակում։ Ձախից ուրեմն Մհեր Ախտոյանն է, աջից Գևորգ Հարությունյանը, ահա այսպիսի բաներ, իսկ իրենք ծածկադմփոցի են անում, իբրև թե միջ անձնային հարցեր է եղել, այսինքն այս մարդկանց մեջ հարց է առաջացել, դուք հիշում եք, որ այնտեղ էին գնացել շիշ բռնողը մի հատ դրանց նկարը դիր, որ այս մարդիկ էլ փաստորեն տեսեք, այս նույն անձն է, այս է շիշ բռնողն է,
ուրեմն ԿՊ-ի падգամավոր, որ շատ հայտնի է նրանով, քիչ առաջ ճեպազրույց էր տալիս ազգային ժողովում, փաստորեն այս մարդու անունը ինքը ասում է, ինձ կապում են քրեական, այս ինչ եղած բանի հեղինակության հետ, ինձ կապում են տու մականունով ինչ որ մեկը կար, ում որ սպանել են այդ սպանության հետ, ինձ կապում են թմրանյութերի բիզնեսի հետ, փաստորեն այս մարդը ինձ կապում են Փարաքյալի սպանության հետ, ինքն է ասում, ինձ այդ ո՞նց է պատահում, հարց չեք տալի, այդ ո՞նց է լինում, այս շիշ բռնող, ինչ էր սրանը Հայկ Սարգսյան, այդ ո՞նց է պատահում, որ այս ամեն ինչի հետ կապված, հետո տեսնում ենք այս մարդու նկարները վաղեմություն ունեցող 1 տարի, 2 տարի առաջվա եւ քրեական այս կամ այն հեղինակության հետ, այս բանի լարվածություն ունեցող եւ նրանց մեջ գիտեք որ ծեծկրտուկ է եղել, հետո կրակահերթեր են եղել, հետո սպանություններ են եղել, տեսնում ենք այս ԿՊԱ-ական համայնքապետի հետ, հետո պարզվում է որ այնտեղ քաղաքական ոչ մի հարց չկա, պարզվում է մինչ անձնային ինչ-որ հարցեր են, ինչ է տեղի ունեցել Փարաքյալում, ինչ ծածկադմփոցի են անում եւ արդյոք, չգիտեմ, շատերն են ասում, որ ինքը Վանո Սիրադեղյանի հոգեզավակն է, դեռ 18 թվականին էին ասում եւ Բլեյանի քիրվայության, թրքաեղբայրության եւ նաեւ բանդա պահող Վանո Սիրադեղյանի, գիտեք այդ բանդան, որ միայն սպանություններով էր զբաղված, փաստորեն մենք տեսնում ենք ամեն օր, դուք պատկերացրեք 4 օրվա մեջ 4 սպանություն է տեղի ունենում, այսօր էլ մենք տեսանք կամրջի տակ մարդ է հայտնվել եւ այս ծածկադմփոցիները կամ ես չգիտեմ այդ ինչի ընդհանուր չի աղմկում ընդդիմությունը հիշում եք այն երիտասարդը որ երբ որ ընդդիմությունը փողոցում էր եւ հայտնվեցին ազգային ժողովում նստեց ազգային ժողովի աթոռին մի քանի օր հետո այդ տղայի դիակը գտան կամրջի տակ կարող է ընդդիմություններ սպանել չէ փաստորեն մարդը գնացել էր իբրև թե 10 անգամ ինքը իրան հարվածել էր հետո բանը կամ 10 անգամ մեջքից ինքը իրեն խփել է, հետո հայտնվում է կամրջի տակ։ Ահա ապրում ենք այսպիսի ժամանակահատված։ Խնդրեմ, Տիկին Աղաջանյան։ Գիտեք, կարծում եմ այս իշխանության արձագանքը ինքնին ապացույցներ նրան, որ իրենք փորձում են շեղել քննության ընթացքը։ Այն որ նրանք անմիջապես այսպես բոլոր ուժերով նետվեցին վրեժխնդրություն, ընդդեմ արհեստական վրեժխնդրություն, որտեղ գիտենք, որ անգամ Փետրվարյան իրադարձությունները ըստ եւ վկաների եւ հենց նույն Վոլոդյա Գրիգորյանի հայտարարությունը բացարձակապես կապ չունեն իրենց հայտարարած թեմաների հետ եւ իր եղբայր կարծեմ սպանվածը իր եղբայրը բոլորովին կապ չունի այդ սպանվածի հետ Այսինքն մենք գործ ունենք հերթական անգամ մատուցվող արդարադատության հետ, արագացված տեմպերով, որպեսզի հանրային դաշտում, այսպես քննադատության եւ հնարավոր բողոքի ալիքը հաշվի առնելով, որ Վոլոդյան բավականին մեծ համբավ ուներ եւ մենք տեսանք մարդկանց արձագանքից, որ անգամ այս 6 ամսվա ժամանակահատվածում անգամ իրեն չքվեարկած անձանց կողմից ինչպիսի հարգանքի եւ վերաբերմունքի արժանացել, սա իրենց համար այդ դաշտը որոշակիորեն հանդարտեցնելու միջոց էր։ Ինքնին ձևը, որով դա արվեց, արագացված տեմպերով, որից հետո հանկարծակի, չգիտես, ինչպես հրաշալիորեն կազմակերպված այս պատվիրված սպանության պարագայում գտնում են արտահակուստի կիսայրված մնացորդները հենց հանցագործության վայրին մոտ, որը բացարձակապես լավ կազմակերպված հանցագործության պարագայում անհնարին է այդպես լինի, այսինքն հանցագործը լավագույնս փորձում է կոծկել եւ շատ ավելի հեռու տեղերում այդ գործողությունը կատարել, մանավանդ որ ժամանակ ուներ եւ այդ ժամանակը իրեն տրված էր։ Զենքն է երևի տան պահարանում էր, այդ որ մտնում ես Միջանցքի պահար։ Չէ, ասեք, այս տրամաբանությամբ որ գնանք, այդպես է ստացվել, էլի։ Հատուկ պահվել էր այս տանը։ Չէ, պահել, դրել էր որպես այս նմուշ։ Հա, այո, ցես դրել էր։ Այդ հագուստն էլ տենց թողել էր։ Այ, կիսայրված են դուրում, ու բոլորը ապուշը, որ այրվեր, որպեսի հետքեր լրիվ կիսայրված էր։ Երևի ինչ որ շուներ հարցակվել, վախեցել էր, փախել էր։ Բայց ամենահետաքրքիրն ու տարօրինակը, որը նայում ես ու զարմանում ես, այսինքն այդ կադրերը կան սպանողի, դատելով եւ ավտոմեքենայի կողքն է, հա, այսինքն դու հասակի համատության չափանիշ ունես, ակնհայտորեն մարդասպանը գոնե կադրերից առանձնապես իր հասակով չի փայլում, սակայն թե առաջի կալանավորված անձը բարձրահասակ նիհար եւ երկրորդը, որը պարզապես իր մեջ կտեղավորեր այդ մարդասպանից երկու հատ, այսինքն չափերով դրանք բացարձակապես տարբեր
ծավալային հասկացություններ են, թե իրաց պարագայում հատ ճիշտ էլ ասեցիք հոգել չէ։ Եվ այս պարագայում զարմանալի, այսինքն քեզ ավելի է դրթում մտածելու, որ ուղղակի կոծկելու խնդիր է դրված, օգտագործելով Փետրվարյան դեռ հարցականի տակ գտնվող եւ մեծ հարցեր առաջացնող սպանության հանգամանքը փորձում են այդ վրեժխնդրության վարկած ուղղակի զմռսել հանրության ուղեղներում եւ դրանով է պայմանավորված նաեւ այդ քննություն իրականացնող անձի կողմից այսպես կուրց ծեծելով այդ թեզը առաջ տանել։ Մի մոռացեք հենց առաջին օրը Նիկոլ արդեն այդ վարկածը նետեց։ Մենք այդ ձեռագրին լավ ծանոթ ենք, արդեն բազում դեպքեր են։ Այո, հիշում եք այն այրված 15 ողջակցված մեր զինվորներ, որ ակնհայտորեն դիվերսիոն գործողության հետքեր զոհ են դարձել։ Հայությունները էլ ավելի են ապացուցում, որ դա դիվերսիոն է։ Չէ, մեղավոր են գտել ինչ որ երիտասարդի։ Միանգամից ինչ որ մի թեզ, ընդ որում որևէ ֆիզիկայի, քիմիայի բանին չհամապատասխանող թեզ մեջտեղ բերելով, իրենք փորձում են մարդկանց մեջ այդպիսի տպավորություն ստեղծել, ենթադրելով որ մարդիկ դատողության եւ տրամաբանության հյուլեները բացարձակապես կորցրել են։ Այս պարագայում անգամ տեսողական պատկերները կա, երևի մեր ոստիկանության այդ ծառայողները, որոնց ազատել են աշխատանքից, ազատել են նա համար, որ այդ տեսա նկարահանված կադրերը մամուլ են դուրս եկել եւ իրենք փաստացիորեն ամբողջովին մերկանում է հնարավորություն ամբողջովին իրենց ուզածով ներկայացնելու հնարավորություն չունեն։ Սա երկու բանի մասին է խոսում։ Փարաքարը ինքնին եւ Փարաքարը եւ Գյումրին ինքնին ցույց տվեցին, որ ընդդիմադիր տեխնացուներին ձայն տալը դա միայն հայանպաստ եւ հայրենիքի ու տեղական համայնքի ծաղկմանը ուղղված գործողություն է։ Եվ մարդկանց վերաբերմունք անգամ ամենակարճ ժամանակահատվածում ցույց է տալիս, որ թե կոռուպցիոն այս խնդիրները, թե երկրի տնտեսական վիճակը բացարձակապես թելադրված եւ կախված է իշխող խմբակի գործունեությունից։ Երկրորդը, որի մասին կարծեմ նախորդ հարցազրույցներում էլ ես նշել եմ, մենք ամենօրյա ռեժիմով սպանությունների կամ ինչ-որ բռնության ականատես ենք լինում, եւ դա գալիս է հենց այդ իշխանության ներմուծած տրամադրություններից, վարքագծային կանոններից եւ տրամադրություններից։ Շարունակվող սպանությունները դրա մասին են խոսում, որ ամենահիմար պատրվակով մենք տեսնում ենք սպանության դեպք, ագրեսիվ դրսևորումներ։ Դա նաև գալիս է նրանից, որ մարդիկ սկսել են ինքնադատաստանի ճանապարհը բռնել բացարձակապես արդարադատության վրա խաչ քաշելով, շատ լավ հասկանալով, որ այդ արդարադատություն կոչվածը գոյություն չունի, քանի որ դատավորը թելադրանքով մեղադրական եզրակացություններ կայացնում։ Արքեպիսկոպոս Աջապահյանի դեպքը, Բագրատ Սրբազանի դեպքը, Սամվել Կարապետյանի դեպքը դրանք ամենաթարմ եւ դեռևս ընթացիկ ուրեմն օրինակներն են, որ կարող են հանրությունը տեսնել, թե ինչպես կարող են արհեստական, ոչինչ իրենցից չներկայացնող ինչ որ պատրվակներով, ինչպես այն գունավոր ծխերն են կամ վաճառքի համար նախատեսված ամրակների նմուշներն են կամ չգիտեմ էլի ինչ որ բաներ են։ Ճիծա գմբուջիկներ, այն երեխաների ծննդյան օրը ոչ այնց բաներ։ Այսինքն դրանք կարող են փոքրիկ սալյուտներ են։ Իրենց այսպես ասած մտագար ուղեղներում ահաբեկչության ամենասարսափելի ահաբեկչության զենքերի դեր կատարել, այն էլ այն պարագայում, երբ որ ակնհայտորեն երևում է, որ մեր հանրությունը ահաբեկչական գործողությունների առումով սարսափելի բացասական տրամադրվածություն ունի։ Այսինքն դա նաև ցույց է տալիս ժողովրդի իրոք իրավական առումով օրինապահ լինելու եւ այդ քաղաքակիրթ լինելու հանգամանքը, որ բռնությանը հեշտ չի տրվում, բռնության հեշտ չի գնում, ինչը մենք տեսնում ենք նույն ժողովրդավար կոչված Ֆրանսիայում, որ ամեն մի փոքր ցույց վերածվում է ընդհանրապես ավիրում է, ամբողջ այդ տարածքը ավիրվում է, բայց հետաքրքիր է նաև մշակույթի հետ գործում է։ Մինչև սրբազանների գործին գալը Բորիս Ավագյանի մահվան մասին, պիտի խնդրեմ, որտեղ դուք դեսպան եք եղել եւ հյուպատոսարանում տեղի ունեցավ։ Որ մենք գործ ունենք արդարադատության հանդեպ տոտալ անվստահության հետ, որը
պայմանաբերաբար բերում է իր հերթին, ինքն է դատաստանի, այսինքն սեփական միջոցներով հաշվեհարդար տեսնում, անկախ նայած այդ հաշվեհարդարի առիթը կա թե չկա, եւ մենք տեսնում ենք ամենահիմար, ես չգիտեմ, անգամ քննարկման ոչ ենթակա պատերվակներով մարդկանց կյանքի ձեռքելու օրինակներ։ Էլ չեմ ասում ձեր բերած օրինակը, որը ոստիկանությունը փաստացիորեն իր բուն գործառույթով զբաղվելու փոխարեն զբաղված է պատնեշներով, այսպես արգելապատնեշներ կառուցելով փրկելու կառավարության ղեկին նստած երևույթին։ Շատ ինձ համար ցավալի էր Բորիս Ավագյանի դեպքը, առաջինը, որովհետև դա Հայաստանի Հանրապետության փաստական տարածքում է, որտեղ հյուպատոսությունը համարում է Հայաստանի Հանրապետության տարածք։ Երկրորդ, Հայաստանի Հանրապետության քաղաքացին փաստացիորեն ապաստան էր գտել իր պետության տարածքում, որում նա սպանվել է։ Եվ այս առումով խնդիր է, որովհետև նա կրում էր բավականին շատ տեղեկատվություն եւ իր դատելով իր իսկ տված տեղեկատվական հաղթահոսքերից, որը այս իշխանությունների կոռուպցիոն մեխանիզմների եւ համակարգերի մասին էր խոսում։ Հիշենք այն Մաքսայինի հետ ինչ էր Շուշանիկ էր, ինչ էր, չէ՞, ղեկավար էր, տեղակալ էր, որի հետ կապված Մաքսային այդ մախինացիաների ծրագրի մաս էին կազմում, թե ինչպես դեպի ԵԱՏՄ արտահանումներ իրականացնել խուսափելով Մաքսային турքերի վճարումներից, որի պատճառով էլ ենթադրում եմ նա հենց Ռուսաստանում հայտնվել է հետախուզման ներքո։ Ես ենթադրում եմ, որտեղ նույն Մաքսային турքերից խուսափելու հանցանքն է վերագրվում իրեն։ Այստեղ խնդիրները բազմաթիվ են, սա ուղղակի սկանդալ է, որ մեր քաղաքացին մեր տարածքում սպանվում է դիվանագիտական հաստատությունում պաշտպանություն ստանալու փոխարեն։ Այդ տարածք օտար մարդ չէր կարող մուտք գործել։ Այսինքն կամ հյուպատոսության աշխատակիցներն են մեղավոր, կամ որոշակի հարցադրումներ են առաջանում, իսկ մենք գիտենք, որ կան տեխնոլոգիաներ, որ մարդկանց կարող են հասցնել որոշակի վիճակի եւ այս առումով մանանդ իր Չէ, բայց հարցը եթե մարդը ուզում է ինքնասպանություն գործել, ինչի է գալիս հյուպատոսարան պաշտպանություն խնդրում, պատրաստ է պատասխանատվություն կրել, վերադառնալ, աբսուրդ է սա։ Բայց մենք հասկանում ենք, որ տվյալ պարագայում իր վերադարձը անցանկալի էր այս իշխանությունների համար եւ այդտեղից է սկսում բազում հարցերը։ Այսինքն բացի նայած, որ դիվանագիտական հաստատությունում անձեռնմխելիություն ունեցող տարածքում իր երկրի տարածքում այդ երկրի քաղաքացին սպանվում է, մենք խնդիր ունենք նաև դրա պատճառների հետ եւ դրա եւ փաստաբաններն առաջին արձագանքը դա էր, որ բացառված է, դա էր չեն ընդունում, չէր կարող։ Այսինքն մարդը պատրաստական է եղել եւ ինֆորմացիա տալ եւ պայքարել եւ ներկայացնել եւ եթե պետք է պատասխանատվության ենթարկել, այդ ինչի որոշեց գալ այնտեղ։ Ճիշտն ասած զարմանում եմ, որ այդպիսի փորձառություն ունեցող մարդը իրեն չի ապահովագրել համապատասխան տեղեկատվության արտահոսքով, որը կերաշխավորեր իր կենթանի մնալը, որտեղ սովորաբար ուղղակի վստահանալով հյուպատոսության, որտեղ մեզ համար սա իրոք բացառիկ դեպք է։ Էլի քպական է, չէ՞, հյուպատոսով է հիմա։ Գողության դեպքեր չենք ունենում հյուպատոսություններում կամ դեսպանություններում, որ մնաց սպանության կամ իբրև թե ինքնասպանության դեպքեր, էլի սա այնքան արտառոց է նույն։ Ես պատկերացնում դիվանագիտական կորպուսի աշխատողների դեմքը, երբ որ նման բան։ Եթե նկատի ունենանք ինչ դեմքեր են հայտնվել հիմա մեր դեսպանատներում, ինչ պատահական մարդիկ են հայտնվել եւ ովքեր են հայտնվել, արդեն այդ ձեր զարմանքը արդեն խնդիրները, բայց ուզում եմ ասեմ, այնքան արտառոց է ինքնին երևույթը եւ տվյալ դեպքում էլ դու օտար պետության փաստացի քննչական մարմիններին ստիպված ներս են թողել, որը կարող էին հանգիստ չանել եւ սпасել մեր քննչական մարմինների գալուն, դա մեր իրավունքի մեջ է, մեր քաղաքացին, մեր տարածքում մեր քննչական մարմինները կգան, բայց ես ենթադրում եմ նաև իրենք փորձել են դրանով իրենց ինչ-որ միտեղ ապահովագրել։ Հարցերը շատ են։ Երեք էլ տեսակ խոսում է Նիկոլը, ասում է, տեսեք, եթե ես ըստ էության փոքր հետ գնամ, ինքը խոստովանեց, որ փորձել է միջամտել դատաիրավական համակարգին, ասում է, տեսակ, ես գնում էի բան անելու, շրջափակելու, չստացվեց, ես էսա էի անում, չստացեց, որ ինձանով լիներ, չէր ազատվի Ռոբերտ Քոչարյանը, իբրև թե դատաիրավական համակարգը չի ենթարկվում իրեն։
դատաիրավական համակարգը բայց նաև խոստովանեց որ մարդը փորձել է ճնշել եւ ինչ է արել ամբողջությամբ չի ենթարկվում բարեբախտաբար մենք դեռ ունենք դատավորներ որոնք իրենց երթմանը հավատարիմ ծառայում են պետությանը ոչ թե կառավարության ղեկին հայտնված երևույթին եւ այս առումով այդ դատավորները անգամ սեփական հետապնդման մենք տեսել ենք բազում դեպքեր անգամ դատավորի կարգավիճակից եւ կոչումից զրկելու դեպքեր հետապնդման անգամ արդյունքում իրենք հավատարիմ են լինում իրենց մասնագիտական երթմանը եւ իրենց խղճին այստեղ մենք ֆիքսենք որ բարեբախտաբար մենք ունենք դեռ դատավորներ եւ դատական այո որոնք նաեւ ապագայում հիմք են դառնալու վերականգնելու եւ արդարադատության հանդեպ վստահությունը վերականգնելու շատ լավ գանք սրբազանների գործին խնդրեմ նախ ես չգիտեմ եթե հետեւել եք ես դեռ 1 ամիս առաջ էի բղավում ներկայացնում որ 2 սրբազանները ունեն առողջական շատ լուրջ խնդիրներ բայց իրենք դրա մասին չէին խոսում, չէին աղմկում եւ չգիտեմ, ամենայն հավանականությամբ նաեւ թույլ չէին տալիս, որ բարձրաձայնեն նաեւ փաստաբանները սրա մասին։ Մի օրինակ մենք դա այդպիսի ողբերգական օրինակ ունենք, Արմեն Գրիգորյանի իմ բարեկամ, ես գիտեի, որ նաեւ այդ վիճակում է, ինքը ասում էր պետք չէր խոսել, բայց ես կարծում եմ, որ եւ Արմեն Գրիգորյանի փաստաբան, բանն է, չէ, փաստաբանը Ռուբենը Մելիքյան, Ռուբենը Մխիթարյան, մեծ բացթողում է ունեցել եւ մեծ թերացում որպես փաստաբան եւ նաեւ հիմա էլ մեծ բացթողում եւ թերացում է սրբազանների փաստաբանների կողմից որ լսում են իրենց պաշտպանյալին եւ չեն բարձրաձայնում որտեղ մենք տեսանք որ Արմեն Գրիգորյանի դեպքում դա ողբերգության բավար ինչ իրավունք չէ այդ մարդը ծայրահեղ վիճակում է պաշտպանյալի թույլտվության իրավունք չունի այսինքն մարդը եթե մեռնի դες թողնենք մարդը մահանա պաշտպանյալը ինքը ոչ իրանք պաշտպանյալները դատա փաստաբանը ասեց որ մենք դրա մասին խոսելու ենք եւ ասելու ենք որ իրենք ասենք իրենք հիմա ես պատկերացնեմ որ ասենք սրբազանները չէին ուզում թույլ երևալ կամ բայց դա առողջական խնդիր է ինչի մասին է խոսքը պետք է բարձրաձայնել դրա մասին հանրայնացնել այդ հարցը եւ անպայման այդ սա առաջին հարցն է որ պիտի անպայման ուշադրության կենտրոնում լինի երկու սրբազաններ առողջական լուրջ խնդիրներ են դուք չեք հիշում այն պայքարի ժամանակ էլ եւ 10 ինչ վիճակում էր Բագրատ սրբազանը իսկ այո իսկ Աճապահյանի սրբազանի հետ կապված բոլորը գիտեն որ տարիքը ինքնին իր դերը կատարում է Չէ, նրանք ունեն լուրջ առողջական խնդիրներ, այո, մի կողմից այս հարցը եւ նաեւ որ ակնհայտ է որ սա քաղաքական հետապնդում է կոնկրետ հրահանգ է իջել Նիկոլի կողմից սրբազանների հետ կապված, խնդրեմ որ սրբազանից ուզում եք եւ կամ գուցե վերջից սկսեք դատավարությունից որ հիմա դատախազը սրբազանի Աճապահյանի համար պահանջել է 2.5 տարի, խնդրեմ Մեզ համար բոլորիս կարծում եմ քննելի չէ անգամ վարկածը, որ սա քաղաքական հետապնդում չէ, սա ակնհայտ քաղաքական հետապնդում է, այն էլ օրենքի խախտումներով իրականացվող քաղաքական հետապնդում եւ դեռ այստեղ ասել են, որ այս իշխանությունները ընտրություններից առաջ փորձում են գլխատել ընդդիմության դաշտ, այսինքն գլխատել հանրային ընդվզում առաջնորդելու կարողություն եւ հնարավորություն ունեցող մարդկանց եւ դրանցով փորձելով չեզոքացնել ընդդիմադիր դաշտը, բայց սխալում են, որովհետեւ սրբազաններին, մյուս ընդդիմադիրներին փոխարինողներ կան եւ ժողովուրդը երբ որ ոտքի կանգնեց, ինքը չի նայելու սրբազանը բանտում է, թե սրբազանը դրսում։ Սա որպես փաստ արձանագրենք։ Երկրորդը, ես հասկանում եմ սրբազանների կողմից իրենց առողջական խնդիրներով պայմանավորված հարցեր առաջ չբերելու, գոնե այս этаպում հարցեր առաջ չբերելու, որպեսզի նաև ակնհայտ դառնա հենց քաղաքական հետապնդմամբ իրականացվող դատավարությունների փաստը, այսինքն ժողովրդի համար բացահայտ լինի, թե իրականում ինչ է կատարվում եւ ինչ է լինում, որովհետեւ եթե առողջական խնդիրների վրա շեշտադրումները արվեին, ապա այս պարագայում ասենք կարող են խոսակցությունները այլ ուղղությամբ տանել, իսկ հիմա արդեն բյուրեղյա հստակությամբ երևում է, որ սա քաղաքական դատավարություն է փաստացի։ Մյուս խնդիրը, որը այստեղ արդեն պետության պարտականությունն է, ցանկացած մեկը, որ հայտնվում է կալանավորված վիճակում, պարտադիր պիտի բժշկական քննության հիշեցնենք, այսպիսի բան երբեք չի եղել 8 ամսում 18 մահ քրեակատարողական հիմնարկում չի եղել այսպիսի բան։ Պիտի բժշկական 18 մահ անգամ պետության համար սեփական
այսինքն պատասխանատվությունը ամրագրելու համար մարդը, որ մտավ քրեակատարական պատասխանատվության տակ է, քննություն անցնի, որպեսզի ֆիքսվի այդ մարդու առողջական վիճակը եւ այդ վիճակից ցանկացած վատթարացում արդեն պետության պատասխանատվությունն է։ Եվ այս առումով պետությունը նաեւ թերացել է այդ պատասխանատվության հարցում, որովհետեւ եթե նրանք ըստ օրենքի եւ կարգի այդ բժշկական քննությունը իրականացնեին, նույն փաստաբանների կողմից այդ հարցը բարձրացնելու անհրաժեշտություն չէր, որովհետեւ նրանք այդ նույն մարդկանց վերաբերյալ բժշկական տեղեկան պիտի ներկայացնեին նրանց առողջական վիճակի եւ այդ առողջական վիճակով թելադրված կալանքի տակ գտնվելու հնարավորության կամ բացառման մասին, այսինքն սա պետության պարտականությունն է, այստեղ եւս օրենքը եւ կարգը խախտվում է եւ միայն սրբազանների պարագայում չէ, կարծում եմ բոլորի պարագայում է, անգամ մարդիկ, որոնք բողոքում են այդ առողջական վիճակից խնդիրներից, նրանք նորմալ բժշկական օգնություն եւ սպասարկում չեն ստանում եւ կարծում եմ սրանով փորձում են ուղղակի ձեռք հազատվել մարդկանցից, որոնք կարող են իրենց համար խնդիր առաջացնել։ Սա իհարկե ողբերգություն է, մենք երբեք այսքան մահեր չենք ունենում։ Մենք ես չգիտեմ հազվադեպ ենք լսում կալանավայրում ինչ-որ մեկի մահվան մասին։ Եթե խնդիր էր առաջանում, ամենալավ բժիշկները չի եղել ընդհանրապես ոչ մի մահ, ոչ մի մահվան։ Հիշեմ այս իշխանությունից առաջ մենք երբ ենք լսել մահվան մասին, ես ուղղակի չեմ հիշում նման դեպքեր։ Գուցե ինչ-որ բան բացեմ թողել, բայց այնքան եզակի են եղել այդ դեպքերը, որ մենք փաստացիորեն անգամ հիշողության ծալքերում դրանք չեն ֆիքսվել եւ ես հիշում եմ, որ հստակ մեխանիզմներ գոյություն ունեին, ինքս էլ միջազգային կազմակերպությունների վարչության պետ լինելով, հստակ հետևողականորեն մենք հետևում էինք եւ կային, եթե հիշում եք հասարակական կազմակերպություններ, որոնց թույլատրված էր անխափան, անխոչնդոտ մտնել կալանավայրեր, չկա հիմա գիտեք, չէ՞, գիտեմ, վերացվել է, ֆիքսական պատգամավորների մուտքն է խնդիր, երբ որ պատգամավորը ցանկացած ժամի գիշերվա որ ժամին ուզենար, իր վկայականը ցույց տալով կարող էր մուտք գործել եւ վստահանալ, որ կալանավորված կամ ձերբակալված անձիկ նորմալ պայմաններում են պահում։ Այսինքն այս հարցերը բացարձակապես ժողովրդավարության սկզբում կոչվածի մարդու իրավունքների պաշտպանության կոչվածի հետ որևէ առնչություն չունեն եւ հակընդդեմ են։ Ուղղակի հարություն աշճանով հակառակ գործընթացներն են ընթանում։ Սա մենք ֆիքսենք որպես իրավիճակ, որը իրոք մենք հիշում ենք Արտուր Սաքունց երևույթ կար, որ ամեն հնարավոր պատի տակից գոռում գոչում էր հանկարծ մեկի մազը ծռվելու պարագայում, անկախ նրանից թե այդ մազը ինքնաբերաբար էր ծռվել թե ինչ-որ միջամտությամբ, այսօր նրանք այսպես քայլ լռություն են պահում եւ իրենց չգոյությունն են ապացուցում որպես երևույթ եւ որպես ընդհանրապես իրավունքի հետ առնչություն ունեցող մարդիկ։ Ցավալի է ինձ համար, որովհետեւ իրոք հույս կար, որ ինչ որ հասարակական եւ իրավունքների պաշտպանության շերտ է առաջացել, բայց դրա միակ կենթանի վկան ու շարունակողը եղավ Ավետիք Իշխանյանը, որը ցավոք սրտի հեռացավ կյանքից, բայց իր օրինակով ցույց տվեց, որ իրոք կային թեկուզ շատ եզակի, բայց կային մարդիկ, որոնք հավատարիմ էին իրենց կոչմանը։ Սրանով մենք երևի ներքաղաքական դաշտի Այո, եւ Մակ Ալիևի ելույթ, որից հետո երկու օր հետո Նիկոլը ելույթ ունեցավ։ Գիտեք, շատ հետաքրքիր էր Ալիևի ելույթը լսելը, հետաքրքիր ինչ իմաստով, որ եթե չլիներ այս ինչպես կոչվում է կառավարության ղեկին հայտնված երևույթը հաստատված խաղաղության փաստը, կթվար թե մենք շարունակում ենք նույն ավանդույթները, ինչ որ ունեցել ենք, այսինքն Ադրբեջանի ղեկավարը բացարձակապես չի հրաժարվել իրենց տասնամյակներով սուտ ու կեղծ թեզերի հիման վրա արվող հայտարարություններից եւ կոչերից եւ թեզերից, որը չէ, ավելացնենք, որ որը բացարձակապես չի սահմանափակվում Արցախի հանրապետության սիրելիներս։ Արցախի հանրապետության մասին խոսք չկա։ Սահմաններ չունի։ Այդ սահմանները ավարտվում են այնտեղ, որտեղ որ ավարտվում է իրենց Հայաստանը, Հայաստանի հանրապետությունը եւ հայ ժողովուրդը։ Չէ, ընդհանրապես հայ ժողովուրդը պետք է հայ ժողովուրդը, այո, իրավունքների պարագայում։ Եվ մենք տեսանք եւ շատ հետաքրքիր էր, ես նախորդ ելույթներում դա չի նկատել, գուցե բաց եմ թողել, բայց այս անգամ շատ հետաքրքիր երևույթ կար, բացի այն իրենց
մաթեմատիկական հաշվարկների հետ որևէ կապ չունեցող 20% օկուպացիան, 1 միլիոն փախստականը եւ այլն, այս անգամ ավելացել էր էթնիկ զտումը։ Ընդ որում այդ բոլորի մեղավորը Հայաստանն էր, այսինքն Արցախը հայաթափած, էթնիկ զտումը, պատերազմական հանցագործությունները։ Լրբազգին այնտեղ նստած չէր։ Ես գիտեմ որ լրբազգին այնտեղ նստած չէ, լրբանար իրանց ծեփեր պատին, տաներ մցներ ԱԱՑ պատվալներ չէ։ Ինքը Մոսկվայում ատոմային Ինքը այնտեղ նստած էր այդ պահին, ասեմ իմանաք։ Չէ, ինքը նստած չէր։ Նստած եղել իր ելույթի ժամանակ։ Ադրբեջան չէ, ինքը կարծեմ օթերում է եղել։ Ոչ, Ալիևի ելույթի ժամանակ նստած է եղել ինքը այնտեղ։ Ժամանակ Արարատներ, Մակում Արարատներ Միրզոյան, բայց ինքը չէ, մեր պատվիրակությունից 2 հոգի էր ընդամենը մշտական ներկայացությունից նստած, բայց մնացածը, բայց խնդիրը ինչու՞ն էր։ Ուրեմն մենք մեղավոր դարձանք, բացի նրանից, որ ագրեսոր էին, օկուպանտ էինք, որը այսպես ամեն երկրորդ բառը արտասանելիս դա հնչում էր, օկուպանտ Հայաստան, ագրեսիա իրականացրած Հայաստան, մենք նաև մեղավոր դարձանք էթնիկ զտման հարցում, պատերազմական հանցագործություններ իրականացնելու հարցում, մենք մեղավոր դարձանք, շատ հետաքրքիր էր, ուրեմն բալիստիկ հրթիռներ օգտագործելու եւ cluster ammunition խաղաղ բնակչության վրա զենք կիրառելու մեկօրային զինատեսակներ օգտագործելու, այսինքն այն ամեն ինչ որ Ադրբեջանը արել էր եւ կիրառել էր, դա վերագրվեց Հայաստանին։ Այն դեպքում, երբ որ դա փաստագրված, ամրագրված, տեսագրված է նյութերով, այսինքն այդ ամենը վերագրվեց Հայաստանին, այսինքն Ադրբեջանը շարունակում է իր կեղծ թեզեր, սուտ թեզեր շպրտելու քաղաքականությունը, դրանով իսկ փորձելով Բայց մենք խաղաղության չենք գնում։ Չգիտեմ ուր ենք գնում։ Բայց հետաքրքիր է, որ նա այսպես շատ հաստատուն ձայնով նշեց, որ իրենք հակառակը միջազգային մարդասիրական իրավունքի նորմերին համապատասխան խուսափել են քաղաքացիական բնակչությանը եւ քաղաքացիական ենթակառուցվածքները հրթիռակոծելուց։ Ցույց հետաքրքիր է, իսկ ծննդատունով էր հրթիռակոծում, իսկ բնակելի տարածքներով էր հրթիռակոծում, իսկ մարդկանց գլուխներով էր կտրում, դա համար եմ ասում, տեսանյութերով ամրագրված, այսինքն նա նորից հերթական թեզերը մեջ բերեց, մտածելով եւ ակնկալելով, որ դիմացից ինչ-որ մի պատասխան կլինի, որը բռնելով նա հերթական անգամ կշարունակի իր ոչ խաղաղության ընթանալու գործընթացը, բայց մեր իշխանության մեր ժողովրդին է պետք ասել, որովհետև դուք կասկած չունեք, չէ՞ որ ընտրության նախաշեմին մի հատ թղթի կտոր է վերցնելու եւ հերթական անգամ խափելու է։ Չէ, լինի, չլինի մի հատ թուղթ, հիմա կարող գնաս զուգարանից մի հատ թուղթ վերցնի կամ չգիտեմ, մի հատ բուֆետից թուղթ վերցնի, ասի, տեսեք, սա խաղաղություն, չէ, սա մանիպուլյացիայի մասին է։ Լինի, չլինի մի հատ թուղթ է վերցնելու, ասելու է, տեսեք, հասել եմ ինչի նորից մոլորեցնի հայ ժողովրդին։ Հերթական, ուրեմն նսեմացուցիչ եւ ստորացուցիչ հայտարարությունները Հայաստանի կապիտուլյացիայի մասին նոյեմբերի 10-ին եւ Զանգեզուրի միջանցքի մասին, որով անցնելու է այսպես հնդածս, այսպես նշեց Թրիփի մասին, հա, Թրամփի ուղու մասին եւ շատ մեծ շեշտադրում արեց 907 բանաձևից հրաժարման առումով։ Ուրեմն եկեք հասկանանք Ադրբեջանը իր, այսինքն մենք դա տեսնում ենք ամեն օր ռեժիմով, ոչ թեզերից է հրաժարվել, ոչ քաղաքականությունից է հրաժարվել, ոչ նպատակներից է հրաժարվել, ոչ էլ իր առջև դրված խնդիրներից է այդ երկրի ղեկավարը որևէ միլիմետր շեղում արձանագրել։ Սա ուղղակի մեկ անգամ եւս արձանագրենք իրենց վերջնական նպատակը որն է Ադրբեջանի նպատակն է Հարավային Կովկասում հայկական տարի բացառումը որևէ ձևով լինի ֆիզիկական Կա ինչ-որ մեկը որ այսօր խոչընդոտում է դրան ոչ իհարկե մեր իշխանությունները հլու հնազանդ կատարում են ինչի արտացոլումը եղավ այդ անձնավորության ելույթը Այո, խնդրեմ, հիմա գանք եւ շատ ազգակործանի ելույթի հետաքրքիր ձևերով մենք տեսանք այսպես դիֆերանտների տարբեր շեշտադրումներ, դիֆերանտներ դե Թրամփին, բարձե, դիֆերանտներ ԵՄ-ին ընդունած օրենքի հետ կապված, ձեռքի հետ էլ Մակրոնին այսպես կոնֆետներ նվիրելով
նոր սահմանադրության մասին խոսելով եւ բացարձակապես չանդրադառնալով գերիներին, բացարձակապես չանդրադառնալով հայկական մշակութային ժառանգությանը, բացարձակապես չանդրադառնալով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, որ պանտանդարված է, եւ վերջերս Հիլդա Չոբոյանի հարցազրույցները լսում, որտեղ նա նշեց շատ ճիշտ ձևակերպում պետական պատանդների քաղաքականություն վարող պետության պարագայում, որտեղ դա պետական մակարդակով պատանդ պահելու գործընթաց է քաղաքական նպատակներ հետապնդելու առումով։ Եվ իր հերթական, այսպես ասած, թեզերը, որ այստեղ ամենօրյա ռեժիմով տարածում է, դրա ուղղակի բարձրաձայնումը ՄԱԿ-ի ամբիոնից, որտեղից նա փորձում էր այսպես խաղաղության աղավնու կերպար ընդունած խաղաղության ջատագովի դեր կատարել։ Բացարձակապես անատամ, անողնաշար եւ զուտ քաղաքական մուրացկանի թշվառ ողորմելի ու Թուրքիային իր հավատարմության երթումը շռայլող ելույթ էր։ Չի ասել, չէ՞ որ ծեփելու են պատերին, տանելու եմ ԱԱԾ պատվալներ Ալիևին, չէ՞։ Նա ուղղակի այսպես առաջարկում էր, որպեսզի խուսափեն զգացմունքները գրգռող եզրույթների օգտագործումը։ Ինչ ունեք ասելու հայ ժողովրդին, որ դեռ կա ինչ որ 10%, որ հավատում է, որ խաղաղությունը գրկած բերելու է։ Ես մտածում եմ, ինչ ունեք ասելու այդ 10%-ը ընդհանրապես անուղղելի կամ երևույթների առումով բացարձակապես ես չեմ տեսել, ես չեմ լսել, ես չեմ ասել սկզբունքից առաջնորդող մարդիկ են, որոնք ուղղակի փորձում են իրենց վախերը, իրենց պատասխանատվությունից խուսափելը, իրենց սխալները չընդունելը բարթել այսպես գործող քաղաքականությունը ինչ որ մի կերպ արդարացնելու վրա, բայց ֆիքսենք մի բան, այս իշխանությունը հատկապես այդ իշխանության ղեկին նստած անձը չի կարող մի միլիմետր շեղվել թուրք-ադրբեջանական օրակարգը սպասելու իր հանձնառություններից, որովհետև դրա համար կվճարի իր կյանքով։ Եվ դրանից երկիրը, պետությունը, ժողովրդին հայրենիքը փրկելու միակ միջոցը ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցելն է եւ այս իշխանությունից վռնդելը։ Եվ ես բացատրեմ, մեր մարդկանց մեծ մասը փորձում է արդարացնել, թե բա մարդ չկա այնտեղ ընտրենք, չգիտեմ ում ընտրենք եւ այլն, դա հիշեք, դա պատասխանատվությունից խուսափել է, դա վախկոտի կեցվածք է։ Եվ մի բանաձև ձեզ համար մտածեք, հասկացեք, ինչ դեր է կատարելու ձեր չմասնակցությունը։ Դուք ձեր չմասնակցությամբ փաստացիորեն ձայն եք տալու այդ իշխանությանը եւ օգնելու եք նրա վերարտադրմանը։ Տարական բանաձև ընկալեք, եթե 10 հոգու մեջ 5 հոգին, որը վստահաբար այդ իշխանությանը աջակիցներն են, թե լինեն աղանդավորներ, թե լինեն հավատացյալ իրենց այսպես ասած գաղափարային թեզին հետևողներ, թե լինեն այս իշխանության օրոք իրենց միլիարդերներ, միլիոնատերեր դարձած, այո։ 10 հոգու մեջ 5 հոգու ձայնը կազմում է 50%, 30 հոգու մեջ այդ 5 հոգու ձայնը կազմում է ընդամենը 15%, 15-17%։ Այսինքն ձեր մասնակցությամբ եւ իրենց արբանյակ հանդես եկող ուժերին ձայն չտալու միջոցով դուք օգնելու եք այս իշխանությունից ձեռքբազատման գործընթացին, առանց դրա անհնարին է լինելու ուղղակի մեր պետությունը եւ մեր հայրենիքը փրկել, ել չեմ ասում մնացած խնդիրները։ Մի բան էլ հիշեցի, երբ որ ասացի, շատ հետաքրքիր էր, որ այդ իշխանության ղեկին նստած երևույթը ՄԱԿ-ի ամբիոնից այսպես բարձրագոչ հայտարարում էր, որ վրեժխնդրություն չի լինելու եւ երբևէ հետ քայլ չի լինելու, այսինքն նա հերթական անգամ այդ ինչպես ասացի թուրք-ադրբեջանական տանդեմին իր երթումը վերահաստատեց, որ ինքը թույլ չի տալու հայանպաստ եւ հայկական շահերից բխող որևէ քայլերի իրականացում եւ շարունակելու է իրենց տրված խոստումներն ու հանձնառությունները կատարելու քաղաքականությունը։ Տիկին Աղաջանյան, հիշում եք, չէ՞ որ 1-2 հրապարակումներ եղան, որ ինչ
դղյակներ ունեն ՔՊԱ-կանները, այս կամ այն երկրում, իրենք ասես մի հատ բան են գտել, այդ լրատվամիջոցը, չգիտեմ, բացվել է այսին ժամանակ, այս կամ հետևորդ ունի, չենք արձագանքում կամ սուտ է, հենց ասում են ու անցնում են, կամ արձագանքում են, կամ այսպես չեն էլ արձագանքում, գնում է հիմա շատ մի խոշոր Telegram ալիք, որ ունի 5 միլիոն հետևորդ, սա նաև տեղադրել ենք մեզ մոտ, շատ կոնկրետ հասցեով, տեղով ներկայացրել է, թե ինչ է ձեռք բերել Նիկոլ Փաշինյանը Կանադայում, ում միջոցով, որտեղ, հասցեով, որևէ արձագանք չկա իշխանության կողմից։ Խնդրեմ, Արսինե Խանջյանի միջոցով, ինչպես։ Ես տարբեր նման բաները հետևում եմ, որտեղ նաև ժամանակին համայնքից տարբեր մարդիկ դե նման տեղեկատվություն են տվել, եւ ես չեմ զարմանում, հիշեք մի ժամանակ այդ կառավարության ղեկին նստած երևույթի որդին շատ հաճախակի Կանադա էր գնում գալիս։ Դա պատահական չէր եւ միայն Կանադա չի, կարծեմ Լոսում էլ ինչ որ բաներ կան, դա էլ իր տիկիններ հաճախակի գնում Շվեյցարիայի բանկերում երևի թե ինչ որ բաներ կան։ Բայց ինչպես ասել եմ, մենք այս իշխանությունից ազատվելուց հետո մի այնպիսի պատկեր ենք տեսնելու, որ ուղղակի սարսափելու ենք։ Թե կոռուպցիայի, սպանությունների, հանձնելու, սպանությունների եւ կազմակերպված թե թմրանյութերի տարածման, թե մենք այդ մի տոննայից չկա, չէ, այդ տոնան ինչ որ փորձեցին պակասացնել, ասելով թե վատ էին կշռել։ Հանկարծ, չգիտես ինչպես այդ միանգամից 100 գրամ ավելացրել էին կշռելուց 270 կիլոգրամ անհետացել էր, վատ էին կշռել, էլի։ Մենք ես չեմ ասում թրաֆիքինգի դեպքերի հետ կապված, էլ չեմ ասում մարդկանց հանդեպ բռնությունների, ակնհայտ արդարադատության խեղումների կամ արդարադատության անվան տակ հանցագործությունների իրականացման, դրամային շորթումների նույն բիզնեսներից, այսինքն մենք մի այնպիսի սարսափելի պատկերի ենք ականատես լինելու, որը Վանոյի գլուխը լվանալու է։ Լավ է, Մարիամ։ Վանոյի գլուխը լվանալու է, այդ թե ծավալները, դե բանա է, սա էներգիա, սա ախորժակը, Վանոյի ախորժակը չի։ Եթե անում էր նա դրսի աջակցությունը չուներ, իսկ սրանք ունեն դրսի կանաչ լույսը։ Եվ կներեք Մոլդովա ընտրությունները ցույց են տալիս, թե ինչպես կարող է արևմուտքը այդպես ծալել, փաթաթել եւ ոտի տակ տանել բոլոր օրենքները։ Այո, գալիս է դրան։ Բայց տեսեք որպեսզի վերարտադրվի մեկը կամ այն իշխանությունը, որը պիտի կատարի։ Ուղղակի մեկ ճշտող հարց, տեսեք ՄԱԿ-ի բարձր ամբիոնից այնտեղ ուրեմն այսպես սատկացնում է, ոնց է նվաստացնում Նիկոլին, այս խաղաղություն հասկացողությունը, ընդհանրապես հայ ժողովրդին, ինչ ստեր, ինչ այլանդակություններ է դուրս տալիս իր երկրի շահերից ելնելով Ալիև, այսինքն ակնհայտ պաստեսենց փաթեթավորված նպատակը բնաջնջելու է, չի լինելու հայությունը, այս ամենը պատերազմական գործողություն։ Այո, այդ փուլում ասել, այսինքն գոնե հասկացաք սիրելի հայրենակիցներ, որ չկա այս բլեֆ, այս սուտ, այս այլանդակությունը։ Այս մարդը զինվում է, որ գա մեզ ոչնչացնի։ Ուղղակի պետք է իրանց այս բանին Էրդողանի խնդրանքով մի քիչ ձգում են սրան, մի քիչ ժամանակ են ձգում, ոտքերը պնդացնի, անցնի, որ հետո նոր դրանից հետո ոնց որ Արցախը, չէ՞։ Այդ դրանից առաջ էր չկա։ Այդ որ որդին Արցախում ծառայում էր, կրակոցներ չկար։ Ստանալի դուք հիմա ավելի լավ դա կբացատրեք։ Չէ, հիմա համապատասխան խոստումները տվել է Տրամպին, հույս ունենալու, որ իր վրա ճնշումները կթեթևանա եւ ներքին ընդդիմության աջակցությունը կթուլանա չխոչընդոտելով իր իշխանության։ Այսինքն մի հատ ավելի գլոբալ բանի մեջ է մտել, էլի մեզ ծախելու էս տականքը, մեզ վաճառելու, մեզ բանը պատերազմի հրապարակ դարձնելու, մեզ իսկապես ասել, այո, իսկապես ասել Ջեֆրի Սաքսի մեզ ցեղասպանելու, խելքի եկեք, խելքի։ Այս առումով նա այսպես հույս ունի, որ ինչ որ խողովակաշարեր, որ ինչ որ տարածքով պիտի անցնեն, ինչ որ եկամուտ պիտի բերեն, որով նա դետել անի, բաթեթավորի նոր տա հայրենիքի կորուստը եւ ազգի կորուստը։ Չէ, ուղղակի հիշեցման կարգով, որ հիմա ինքը ասում է, տեսեք չեն կրակում, իհարկե ամենտեղ մահեր է, եթե միայն հետևենք թեորական քանի սպանություն, բռնություն ինչ է տեղի ունենում, այս բանդայի, չէ, ուզում ասեմ Արցախի պատերազմ ինքնասպանության դեպքերն աննախադեպ, այո, քանակը մեծ հարցականների առաջացնում։ Եվ հիշեք, որ պատերազմից առաջ էլ որ որդին այնտեղ ծառայում էր,
թվացյալ ինչպիսի խաղաղություն էր եւ երբ որ եկար պայմանը դե ուզում ասեմ նույն բանն է հիմա չմոլորվեք չխափեք նույն բանն է միջև ինքը ընտրվի բայց դուք եթե ուզում եք ձեզ խափել հավատացեք որ իբրև թե խաղաղություն են բերելու Դուշանբեի պայմանավորվածությունների նման մինչև պատերազմը նույն գործընթացն է գնում որպեսզի իր իշխանությունը վերարտադրվելու հնարավորություն ունենա բայց Ալիևը քանի որ ինքն էլ ճնշման ներքո է եւ իր հանրությանը ինքը պիտի այսպես հաղթանակած բռունցք պահող պատահական չի, չէ՞, կարծեմ ես վերջերս այնտեղ ինչ-որ ըմբշամարտի, թե ինչի մրցույթներ Էլի ստորացրել է սիմվոլիկայով Հայաստանը։ Այո, էլի ստորացրել է։ Հայկական կողմը չի պահանջել նման սիմվոլիկայից հրաժարում, այսինքն ինչ պահանջես, երբ որ սեփական Իսկ Նիկոլին գիտեք ինչ է միայն մնում մասին անգամ որոնք միջազգայինորեն արձանագրված, փաստագրված են, Թրամփը դրա մասին խոսում են անգամ ՄԱԿ-ի ամբիոնից դրա մասին բառ անգամ չի ասում։ Ինքը ասում է Արարատը կջնջես, Մաշտոցը կջնջես, եկեղեցի կջնջես, իսկ սա գնում է իր հոր արևին մոլորեցնելով, չգիտեմ ինչ բառ ասեմ, այդ շերտին, մի հատ չի ասում, բայց թանգարան ես բացել զոհվածների, զինվորների, բայց գերիներին պահում, չգիտեմ, ծպտուն չկա դրա մասին, ձայն չկա։ Ադրբեջանը շարունակաբար խոսում է 4000 անհետ կորածների մասին, դա 90-ականներից եկող թեզ է, որը իրենց սովորության համաձայն թվերը այսպես աճի միտում ունենալու, վերջում եկան 4000-ի վրա կանգ առան։ Հայաստանը դեռ առաջի Արցախյան պատերազմից 1000-ից ավելի 1200 անհետ կորած ուներ, որոնց ճակատագիրը այդպես էլ մեզ համար անհայտ մնաց եւ բավականին շատ խոսույթ կար, որ նրանք գերի են տարվել եւ ստրկական վիճակում են շատ-շատերը նրանցից գտնվում, այդտեղ էլ երևի մահկանացուն կնքել են առանց մեր իմացության։ Հիմա ամբողջ Արցախի տարածքը օկուպացված է Ադրբեջանի կողմից։ Ինքը չի կարողանում այդ անհետ կորածները, եթե իր պատկերացմամբ դրանք այսպես զոհվածներ են, հա, որոնց ճակատագրերին տեղյակ չեն եղել, իր տարածը իր վերահսկողության տակ է։ Բայց դա պետք է պատասխանող լիներ, չէ՞, երկու օր հետո խոսել է, բա պետք է մեկը պատասխաներ, չէ՞։ Արձանագրեր մեր անհետ կորածների, ել չեմ ասում վերջի Արցախյանից հետո անհետ կորածների, ել չեմ ասում այդ սարքած բենզինի պայթյունից հետո անհետ կորածները, այդ ջերմուկից հետո անհետ դրա մասին գոնե խոսեր, գերիների մասին խոսեր։ Ընդհանրապես խոսեց անհետ կորածներ ընդհանուր ձևակերպումով, որովհետև այստեղ ցույցեր են գնում եւ նա հանրությանը ինչ-որ մի այսպես պատառ բլիթ պիտի նետեր, որպեսզի ցույց տա, թե մենք դրա մասին խոսում ենք։ Ինչ ողբերգության։ Մենք իրոք ողբալի վիճակում ենք գտնվում զուտ մեր ղեկավարության, գոյության եւ նրանց վարած քաղաքականության արդյունքում եւ այս ամենը ոչ միայն չեր լինի, այլև անգամ եղած այս դժբախտությունները հնարավոր կլներ եւ շրջել եւ նվազագույնի հասցնել, եթե իրենք չլինեին իշխանության ղեկին։ Եվ սա պետք է մարդկանց համար լինի, ձեզանից ոչինչ չի պահանջվում, բացի սեփական պարտականությունը կատարելը գնալ ընտրության եւ հեռացնել այս իշխանությունների եւ թույլ չտալ նրանց վերարտադրումը եւ դա է մեր փրկության միջոցը մենք կարողացել ենք հաղթանակներ արձանագրել միայն այն դեպքում երբ որ մենք մեր հույսը մեր վրա ենք դրել ոչ թե ինչ որ օտարը կօգնի մեզ այն ժամանակ երբ որ տեսնի այստեղ ուժ կա Ինչ տարբերություն Մոլդովայի եւ մեր ընտրությունների միջեւ դուք տեսաք որ Մոլդովայում իրականում ասում են 10-10 քանի տոկոս ունի, ռեսուրսներով հանդերձ 20%, բայց ինչ արեց, քանի ընդդիմադիր ուժ փակեց, երկուսին ընտրություններից առաջ թույլ չտվեց, սպանություններ, խայտառակություններ, թույլ չտվեցին, որ ընտրատեղամասեր բացվեն, նույն չափով բացեց ինչ որ Եվրոպայում, գիտեք, որ քանի անգամ շատ են, Պրեդնեստրովիայում թույլ չտվեցին, մասնակցել այլանդակ ընտրություններ, դուք կարծում եք Նիկոլետ ամեն ինչի տիրապետում, ինչ տարբերություն եւ բայց իրավիճակը մի քիչ այլ է։ Խնդրեմ։ Հիմա ես բացատրեմ իրավիճակը ինչու է այլ։ Ինչով է տարբեր։ Առաջինը Արփի առանձնացու ուշադիր։ Կարողացան օգտագործել արտերկրում ընտրությունների հանգամանքը։ Մենք արտերկրում ընտրություններ չենք կատարում, գումարած այսօր Սփյուռքյան ուրեմն դաշտում
այս իշխանությունների դեմ տրամադրությունները ահռելի են, այսինքն ակնկալել, որ այնտեղից կարող են դրական ձայներ բերել, դա բացառվում է։ Մենք կադրերը որոշ տեսել են, որ դրսի այդ տեղամասերում փոքր ավտոբուսներով մարդկանց մի տեղամասից մյուս տեղամասն են տարել, նույն մարդիկ բազմիցս քվեարկություններ են իրականացրել, այսինքն ձայն թիվ գրելու համար։ Եվ մենք տեսանք նույնը կարծեմ նախագահական ընտրությունների ժամանակ, որ չգիտես որտեղից ինչ-որ թվեր բուսնեցին, որպեսզի իրենց այսպես ապահովեն իշխանության ղեկին գտնվող ուժի վերընտրությունը։ Այդ առումով որոշակի էական տարբերություն կա, այսինքն մենք զուտ Հայաստանում գտնվող անձանց միջոցով է հնարավոր փոփոխության հասնել։ Երկրորդը, որը էական է եւ որը արդեն ցույց է տվել իր խոչընդոտող դերը, դա ազգային ժողովում ներկայացված ընդդիմության մասնակցությունն է ընտրական հանձնաժողովում, այսինքն նա պարտադիր ներկայությունն է, որը թույլ չի տալիս զուտ ընտրության օրը ընտրատեղամասերում էական խախտումներ արձանագրվեն։ Սա շատ էական է եւ սա հատուկ շեշտում եմ այն մարդկանց համար, որոնք տեղից նստում վեր են կենում, ասում են թող մանդատները վայր դնեն, ինչ են անում։ Այսինքն անգամ ընտրությունների ժամանակ եւ ելի եմ կրկնել այստեղից մենք դա տեսանք թե Երևան քաղաքի ընտրությունների ժամանակ, թե Գյումրիի, թե Փարաքարի, որ զուտ հանձնաժողովների աշխատանքներում նվազագույն խախտումներ են արձանագրվում, հենց այն բանով պայմանավորված, որ հանձնաժողովի անդամներից առնվազն 2-ը ընդդիմության ներկայացուցիչ են, անկախ նայած քանի վստահված անձ կա, քանի դիտորդ կա եւ այլն։ Այսինքն խախտումները տեղափոխվում են հիմնականում ընտրատեղամասերից դուրս։ Այստեղ արդեն հանրության տրամադրությունների եւ առուծախի խնդիրն է առաջանում եւ այստեղ է որ քաղաքական ուժերը պիտի մեծ դերակատարում ունենան բացատրելով կազմակերպված մոբիլիզացված բացատրելով բնակչությանը որ չի կարելի ինչը կարելի ինչպես եւ չի կարելի մի քանի հազար դրամով սեփական գոյությունը վաճառել եւ սեփական երեխաների ֆիզիկական գոյությունը վաճառել քո դարավոր թշնամուն իսկ այդ դարավոր թշնամու գործիքը այստեղ մեր իշխանության ղեկին նստած է սա այն քաղաքական ուրեմն ուղերձն է որը պիտի մեր ընդդիմությունը ըստ տեղերի ըստ մարդկանց կարողանա դա փոխանցել եւ բացատրել ընտրության մասնակցության կարեւորությունը ինչպես անկախության հանրաքվեի ժամանակ մարդիկ դուրս եկան եւ մի մարդու պես արտահայտվեցին Հայաստանի անկախության օգտին այսօր մենք Հայաստանի ազատագրման օգտին պիտի քվեարկենք եւ սա շատ կարեւոր է սա մեզ համար իրոք սրբազանն էր դա հստակ նշում եւ դա այդպես է մենք ազատագրական պայքար ենք մղում մեր գործընկերներից մեկը լավ էր ասել Նիկոլից ազատագրվելը Շուշի ազատագրելուց կարեւոր է որտեւ եթե իրենց ազատագրվենք մենք հույս կունենանք ազատագրել Շուշին, բայց եթե ոչ մենք Հայաստանն էլ չի լինի։ Մենք կպահենք Հայաստան պետությունը, մենք կուժեղացնենք հայ ժողովրդին եւ հույս կունենանք ազատագրել ապահովելու Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը սեփական հայրենիք միջազգային բոլոր օրենքներին եւ նորմերին համապատասխան, ինչի խախտումներով այսօր այս իշխանությունները փորձում են առաջ գնալ։ Ավելին, մենք կկարողանանք հանցագործ ռեժիմին, որը նստած է Ադրբեջանում եւ որը կատարել է պատերազմական հանցագործություն, որը կատարել է մարդկության դեմ ամենասարսափելի հանցագործությունն պատասխանատվության ենթարկել միջազգային ատյաններով դրանով իսկ ապահովելով իրավական հիմքեր Արցախի վերադարձի համար։ Սա շատ կարևոր բան է, սա հեշտ ճանապարհ չի, բայց չմոռանանք, որ Արցախը Թուրքիայի եւ Իսրայելի համար եղել է փորձադաշտ ֆոսֆորի կիրառում անօթաչուների Իսրայելը ցեղասպանություն սկսելուց առաջ Գազա իր ցեղասպանությունը այո առաջինը փորձադաշտ էր Արցախահայությունը հիմա այդ ցեղասպանությունը շարունակում են Գազայում թե ռմբակոծությունները քաղաքացիական բնակչության թե տեղահանումները եւ մեկ մարդու պես ուղակի դուրս գալը փչացրեց իրենց ծրագրերը, իսկ Իսրայելը փորձում էր այդ սցենարը իրականություն դարձնել Գազայում, պարզապես Ոչ թե դարձնել, դարձնում է դա իրականություն։ Բայց սկզբում նա թվում էր, թե այդ ռմբակոծությունների եւ հարվածների արդյունքում կկարողանա դեպի Եգիպտոս եւ Հորդանան մղել։ Հետո Սովի մատնեց, հետո հիմա Սովի մատնած ռմբակոծություն։ Եգիպտոսը փակեց սահմանը թույլ չտալով այդ բնակչության արտահոսքը, արդեն սցենարը որոշակի փոփոխություն ենթարկվեց, բայց
այդ փոփոխությունների արդյունքում մենք տեսնում ենք Իսրայելի իրական դեմքը, ցեղասպան պետություն եւ նաեւ Միացյալ Նահանգների իրական դեմքը, այն որ Թրամփի անունով ողջևորված եք, որ միջանցքը պետք է կոչվի Թրամփի միջանցք, իբրև ձեր հոր արևի պետք է Միացյալ Նահանգները գան ձեզ պաշտպանեն, այսօր միակ երկիրը, որ ցեղասպան է, ցեղասպան երկրի ձեռքը բռնել է, աջակցում է, օգնում է, նպաստում է եւ չի արգելում ընդհակառակ ուժ է տալիս, Միացյալ Նահանգներն է, որ ուժ է տալիս, որ Իսրայելը հնարավորինս շարունակի իր ցեղասպանությունը, մասնակից է, որտեղ առանց Միացյալ Նահանգների ինչ է Իսրայելը։ Իսկ հույս է կապել, որ անունը Զանգեզուրի միջանցք չլինի, Թրամփի միջանցք լինի, վաղը դուք չաղ ու բախտավոր այստեղ ապրելու եք ու չեք ցեղասպանվելու։ Չէ, Թրամփը անգամ երկրի երեք տեսեք դուրս տվեց, ասում է, դե նա պայքարող մարդը անդադ ուզում է կռիվանի Նաթանյահին պաշտպանումը, ինչ դուրս տվեց Թրամփը ինչ էր ասում երեք։ Նորից, այսինքն որ դե դες օդի մեջ, ես հույս ունեմ որ խաղաղություն իհարկե, պատահական չի։ Իհարկե։ Ուժերի կողքը միշտ էլ այսինքն Թրամփը այսօր որդեգրել է մի քաղաքականություն, որ ինքը ուղղակի պարտվողի դերում չհայտնվի։ Այսինքն ինձ որոշակիորեն հեռացնում է հարվածը, բայց բոլոր հնարավոր թիկունքային աջակցությունը եւ գաղափարական, եւ ռազմական, եւ ֆինանսական իրականացում է։ Այսինքն Արցախը այսօր Արցախը ցեղասպանած, հայաթափած, էթնիկ զտման ենթարկած Ադրբեջանի դա եղել է Ադրբեջանի, Իսրայելի, Թուրքիայի ձեռքով, այդ նույն բանը Թրամփների ու Միացյալ Նահանգների պապայությամբ եւ դա շարունակվում է եւ դա սպառնում է մեզ Հայաստանի Հանրապետությունում իգիտություն, ռոմանտիզմով, ինքնախապեյությամբ ապրող բոլոր հայերի եւ Միացյալ Նահանգների կողմից մշակված ծրագրերով, որոնցով առաջնորդվել են գլոբալ կենտրոնները, որոնց բացարձակապես չի հրաժարվել Թրամփի ադմինիստրացիան։ Պարզապես Թրամփը իրեն անմիջականորեն եւ ուղղակիորեն այդ ամեն ինչին չկապելու համար եւ տնտեսական որոշակի օգուտներ խաղալու, որպիսի ապահովի իր կուսակցության վերընտրությունը թե գալիք ընտրություններին, թե արդեն նախագահականի ժամանակ, նա հստակ քաղաքականություն է որդեգրել, աջակցությունը անել, ֆինանսական օգուտ խաղելով, աջակցության տեսակետից ոչինչ չի փոխվել։ Բայց ինչպես Տիկին Աղաջանյանը նկատեց, պետք է պայքարել, մասնակցել, մենք պայքարի մեծ ներուժ ունենք, մենք պայքարի բոլոր հիմքեր ունենք, միջազգային իրավունքով ամրագրված արդարացի պայքար մղելու, ել չեմ ասում, որ սեփական հայրենիքն ու պետությունի պարտականություն, պահելու պարտականությունը բացառապես մերն է եւ մեր փոխարեն որևէ մեկը չի անելու։ Եթե մենք կարողացանք հեռացնել այս իշխանություններին, ես ձեզ վստահեցնում եմ, որ միջազգային դաշտը այնպիսի փոփոխության վերաբերմունքի տեսակետից կարժանացնի մեզ, որ մեր կողքին աջակիցների եւ դաշնակիցների բանակը անսահմանորեն կմեծանա։ Սա քաղաքական առաջիկա զարգացումների տրամաբանությունից ելնող խնդիր է, իսկ մեր իշխանությունները արդեն մահացած համակարգին սպասարկելու գործով են զբաղված զուտ սեփական մորթը փրկելու նպատակով։ Շնորհակալություն։ Ես եմ շնորհակալ։